Մեր կուրսը բավական հետաքրքիր կուրս էր, իհարկե այն ժամանակ կուրսում սովորում էր Նարեկը Դուրյան մեզ հետ, մեր կուրսում Սամվելներ Բաղինյան սովորում, այսօր էլի վաստակավոր արտիստ, եւ մի հետաքրքիր անձնավորություն էլ կար, ուրեմն Չամին Չոլոն Լուֆսանգոմբին Մոնղոլիայից։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր էր եւ իրեն մեր հայոց լեզվի դասատուն ասում էր Չաման։ Չամանով էր դիմում։ Եվ վերջում էլի Չամենի շնորհիվ խաղացինք ռուսերեն, քանի որ ճիշտ բավական լավ հայերեն էր սկսել խոսել այդ 4 տարվա ընթացքում, ինձ քնություն էր հանձնում հայերենից, եւ խաղացինք Չեխովի առաջարկություն Վոդևիլը, ընդ որում խաղացինք երկու լեզվով, Չամենի եւ ռուսական թատրոնի մեր դերասաններից մեկը, իմ լավ ընկերներից մեկը Սլավիկը Շամիրյան, ինքը եկավ որպես օգնություն 3 հոգու պիես էր, խաղացինք ռուսերեն, որից հետո փոխվեց կազմը, բացի ինձանից, ես Չուբուկով էի խաղում հայրիկի դերը, հայերեն տարբերակում նույնպես Չուբուկով խաղացին, այնտեղ արդեն Սամվելը Բաղինյան միացավ, մեր աղջիկներից մեկը միացավ, մի խոսքով Ալլան Վարժապետյան եւ ստացվեց այնպես, որ նույն պիեսը մեր դիպլոմային աշխատանքը ես խաղացի 2 լեզվով։ Իսկ ինչ վերաբերում է նույն Չամենին, պարզվում է, որ իրենց մոտ օրենք գոյություն ուներ Մոնղոլիայում, որ եթե այլ երկրում դու ավարտում ես կարմիր դիպլոմով, դու իրավունք ունես 3 տեղ աշխատելու։ Եվ Չամենը ինչ է կարծում, ով դարձավ, նա դարձավ Մոնղոլիայի մշակույթի նախարարը այնտեղ, նա դարձավ առաջին դերասանուհին թատրոնում, որը խաղում էր զուգահեռ թատրոնում եւ դասավանդում էր իրենց ինստիտուտում միջև հիմա էլ նախարար չի արդեն, բայց դասավանդում է